Փառքնեժդեհին եւ ազատություն ապստամբ սասնած օրերի։ Այսօր հայ ականավոր գիտնական, պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Արտակ Մովսիսյանի ծննդյան օրն է։ Վաղամերիկ երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի ծննդյան օրն է, ով մեծ դերակատարում ունի հայոց պատմության վերականգնման որպես գիտություն գործում։ Մենք բոլորս գիտենք, որ հայոց պատմությունը քրիստոնեության ընդունման հետ զուգահեռ գրավոր տեղեկությունները մեծամասամբ անհետացել են։ Եվ մենք հիմնվում ենք բացառապես խորենացու եւ օտար պատմիչների տեղեկությունների վրա մեր մասին։ Բնականաբար օտարները մեր մասին խոսելիս առաջնահերթությունը տալիս են իրենց պետություններին, իրենց ժողովուրդներին, հետո նոր խոսում են մեր մասին, բայց խոսում են մեր մասին։ Եվ ականավոր գիտնականը կարողացել է օտարների գրած, թեկուզ աղավաղած, թեկուզ ստորադասած իրենց պատմության, իրենց պետության, իրենց երկրի հանդեպ համեմատ Հայաստանի պատմությունը, Արտակ Մովսիսյանը կարողանում էր նրանց տողատագերում գտնել իրականը, ճիշտը, զորավորը, փառավորը, մեր ազգի, մեր պատմության։ Եվ երբեմն համեմատության մեջ, երբ որ տեսնում ենք, իմ տպավորություններ, ասես ականատեսն է գրել այս պատմությունը, ասես Արտակ Մովսիսյանը տեսած եւ ամեն ինչ ըստ էության արձանագրած լինի։ Եվ նման մարդու գոյությունը բնականաբար թուրքական կամ թուրք-ադրբեջանական, ինչու՞ չէ նաև թրքա-բոլշևիկյան, ռուսական իրողության մեջ վտանգ էր ներկայացնում։ Եթե 18 թվին այն շարժումը, որը սկսվեց, օրինակ իմ մոտ տպավորություն էր, որ սա բացառապես Կրեմլի խաղն է, որովհետև Պուտինը բացարձակ անհանգստություն չէր ցուցաբերում, մարտի 1 չէր անում, առաջի հայացքից հենց դա ինձ հուշեց, որ սա հենց Կրեմլի եւ Պուտինի խաղն է, բայց Արտակ Մովսիսյանը, որում ես ունեի բաց թողումներ իմ պատկերացումների մեջ այդ ժամանակ, բայց Արտակ Մովսիսյանը հենց 18 թվին արդեն հասկացել էր, որ այստեղ կա նաեւ թուրքական ազդեցություն։ Այսինքն այն փոփոխությունը, որը կոչվում էր Մերժիր Սերժին, դա ոչ թե բացառապես Կրեմլի նախագիծ էր, այլ նաև թուրքական ազդեցություն կար, ռուս-թուրքական էր, որը իսկապես սկզբնական շրջանում ես դա չէի զգացել, ինձ թվում էր դա բացառապես Պուտինն է խաղում, եւ ես լինելով Սերժիկ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, կարելի ասել ողերիմ հակառակորդը, չընդունելով նրանց համարելով պետական հանցագործ դավաճան, ես ոչ մի վայրկյան, ոչ մի օր, ոչ մի ժամ չտրամադրեցի Նիկոլի կազմակերպած որևէ հավաքի ցույցի։ Բացարձակապես մասնակցություն չեմ ունեցել, որովհետև չէի վստահում, որովհետև տեսնում էի եւ Նիկոլի վարչապետ դառնալուց հետո առավել եւս երբ որ սասնացրերը մի քանի ամիս հետո Բերտիստոր դուրս եկան, ես հասկացա, որ այստեղ ազգայինին տեր կանգնելու ոչ մի նպատակ չկա։ Բայց Արտակ Մովսիսյանը ուներ այն ինդիկատորը, որով ինքը անմիջապես զգաց, որ այս քաղաքական թիմը թուրքական է։ Դա երևաց, երբ որ այս եկած իշխանությունը հենց 18 թվից սկսեց հայոց պատմության նկատմամբ ցուցաբերել թրքամետ քաղաքականություն, որը բացահայտեց Արտակ Մովսիսյանը։ Եվ այդ մասին ինքը ունի տեսաերիս, երբ որ ինքը դիմում է պատմության մասնագետներին, որոնք ներգրավել են Նիկոլի ռեժիմի կողմից ձևավորված հանձնաժողովներում, ովքեր պետք է թույլ տան պատմության դասագիրքը այսպես շարադրվի, այնպես շարադրվի, սա շարադրվի, սա չշարադրվի, սա այսպես շարադրվի, եւ Արտակ Մովսիսյանը հասկացել էր, որ սա թուրքական ծրագիր է, դեռևս 18 թվին 2000։ Եվ հենց սա էր պատճառը իմ պատկերացմամբ, ենթադրում եմ, որ շատ-շատերը հաղթահարեցին կորոնավիրուսը, իսկ Արտակ Մովսիսյանը չգիտես ինչու չկարողացավ հաղթահարել, այդ ականավոր գիտնականին պետությունը պատշաճ ուշադրություն չդարձրեց եւ հանկարծ ինքը կորոնավիրուսից մահացավ։ Ես չգիտեմ, երբ որ իսկապես Հայաստանում ձևավորվի ազգային իշխանություն, պետք է
պետք է ուսումնասիրվի նորից զննման ենթարկվի ականավոր հայերի կասկածելի մահվան պատճառները Լևոնից սկսած Ռոբերտով, Սերժիկով, Նիկոլով խոսքը միայն Արտակ Մովսյանին չի վերաբերվում կան արժանի հայորդիներ որոնց գոյությունը որոնց ներկայությունը միշտ խանգարել է թշնամիներին իսկ հիմա արդեն ավելի պարզ ավելի հստակ մարդիկ բարձրաձայնում են իրենց թրկահպատակությունը նույնիսկ Հայաստանում միջնորդում են որ թուրքամետ քաղաքական ուժ ձևավորվի գրանցվի արտադրության նախարարությունում եւ ինչու՞ չէ ասում են եթե ռուսամետ կա թող թուրքամետ էլ լինի ինչ է եղել տարածաշրջանում թուրքերն ավելի գերիշխող են շատ հանգիստ շատ ազատ կարող է Արարատ Միրզոյանը արդեն խոսել որ ինքը Սերժիկ Սարգսյանի ժամանակ եղել է Սերժիկ Սարգսյանի KGB-ի գործակալը շատ հանգիստ կարող է ասել որ ինքը վերապատրաստում է անցել Թուրքիայում Ռուբեն Ռուբինյանի հետ բայց 18 թվին նրանք այդպես բաներ չէին խոսում Սերժիկ Սարգսյանն էլ չէր խոսում չէ իր օրոք են այդ մարդիկ այդ ճանապարհն անցել ասել է թե իր թույլտվությամբ են անցել իրենք նախապատրաստվել են Հայաստանի թուրքացման ծրագրին եւ Սերժիկ Սարգսյանի այդ 6 ամիս Նիկոլի հետ համատեղ մի տան մեջ ապրելը այդ փոփոխությունից հետո սա պատահական չէր Սիրելի հանրություն Արտակ Մովսյանը այն ականավոր հայ գիտնականներ ով գտնում էր որ Հայաստանը ոչ թե խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է այլ Հայաստանը Վիլսոնյան Հայաստանի առաջին հանրապետություն ասել է թե առաջին հանրապետության իրավահաջորդն է որի ծրագրային դրույթը ամբողջությամբ համընկնում է ազգային ժողովրդավարական բևեռի ծրագրային դրույթին եթե մենք ընտրում ենք խորհրդային Հայաստանի իրավահաջորդությունը մենք ընդունում ենք մեր հանցանքը եւ ընդունում ենք պատրաստ լինել կրել պատասխանատվություն մեր չարած մեղքերի համար որը կործանարար պատասխանատվություն է որովհետեւ Ալիևը դեռևս 150 միլիարդ դոլարի պահանջ է ներկայացրել միջազգային դատարանում Արցախը օկուպացնելու ընթացքում վնասներ են հասցրել Արևմտյան Ադրբեջան թեզ է առաջ տանում ցեղասպանություն է արդեն մակում բարձրաձայնում է որ մարտի 31-ը պետք է ճանաչել ադրբեջանցիների ջարդի օր հայերի կողմից կազմակերպած եւ այս նման գործընթացները տեսնելով ու Նիկոլի խաղաղություն բարբաջելը երբ որ դնում ենք իրար կողք արդեն հասկանում ենք որ սա իրականում կործանում է ոչ թե խաղաղություն երբ որ լսում ես Ալիևին արդեն հասկանում ես իրականում Նիկոլի գործողության նպատակը որն է այսինքն դա Նիկոլի նպատակը չէ Նիկոլը կատարածու է բայց կամավոր կատարածու է անողնաշար անինքնասեր կատարածու է կայսրեր չեն կարողացել Հայաստանը կործանել հայ ժողովրդին կործանել ու Նիկոլը հանգարց իր ճիվաղ հալով փորձում է մեզ նվաստացնել նսեմացնել եւ զրկել մեր պատմական մեր իրավական մեր հիշողությունը մեր իրավունքը ուզում է ոչնչացնել կդրեր անցյալից չունես անցյալ ուրեմն դու չունես իրավունք եթե դու անցյալ չես ունեցել ես հողի վրա ուրեմն դու ես հողի նկատմամբ որևիցե իրավունք չունես այս սա է նշանակում անցյալից կդրել մորթել որի դեմ պայքարում էր Արտակ Մովսիսյանը արդեն 18 թվից իմիջայլոց նորից եմ կրկնում ես 18 թվին պատկերացնում եմ որ Նիկոլը բացառապես Պուտինի պրոյեկտ է Ես չէի պատկասում, որ սա ռուս-թուրքական համագործակցության հետևանք է, որովհետև երբ որ Պուտինը մտավ Ուկրաինա, արդեն հասկացանք, թե սա ինչ է նշանակում։ Երբ որ Արցախը տվեցին Ադրբեջանին, բացառապես հասկացանք, ինչ նպատակ ուներ Սերժիկի օրվանից մարդկանց վերապատրաստել Թուրքիայում։ Խոհեմ եղեք եւ իսկապես աջակցեք ազգային գաղափարախոսություն ծրագրեր մեր ազգին պատասխանատվությունից ազատող քաղաքական ուժին, այսինքն ազգային ժողովրդարական բևեռին։ Եթե մենք չլինենք առաջին հանրապետության իրավահաջորդը, մենք կործանվելու ենք։ Ուղղակի կործանվելու ենք որպես բարբարոս, որպես օկուպանտ, որպես իբր Կովկասի թաթարներին, որոնք հիմա ազերի են կոչվում, դրանց կոտորած ջարդած ժողովուրդ։ Խոհեմ եղեք եւ իսկապես տեր կանգնեք ազգայինին։ Տեր կանգնեք, թե չի իսկապես շատ ծանր հետևանքներ կունենա։ Ալիև երբեք ու երբեք մեզ չի ներելու։ Մեր գոյության համար,
Ոչ թե մենք ինչ-որ հանցանք ենք արել Ադրբեջանի հանդեպ, այլ որպես հայ մեր գոյությունը, մեր անունը արդեն իսկ իր մոտ ատելություն է առաջացնում, իր մոտ պայքարելու, ոչնչացնելու ցանկություն է առաջացնում։ Ինքը խաղաղասեր չէ, ինքը մարդակեր է, իսկ Նիկոլը նրա ծառան։ Խոհեմ եղեք։